Բարև ձեզ, դուք Schematic Management եք և այսօր մեր թեման է անատոմիան։ Եվ մանրամասն խոսելու ենք հոդերի դասակարգման և իրանի ոսկրերի միացումների մասին։ Հոդաբանություն, լատիներեն arthrologia և անգլերեն arthrology։ Մենք ոսկրաբանության բաժնում մանրամասն խոսելու ենք կմախքի ոսկրերի մասին։ Այժմ մենք քննարկելու ենք, թե ինչպես են այդ ոսկրերը միմյանց միանում, որպեսզի մենք կարողանանք կատարել շարժումներ։ Այդ միացումները բազմաթիվ են և տարբերվում են միմյանցից բնույթով, կառուցվածքով և շարժման հնարավոր ամպլիտուդով։ Տարբերում ենք ոսկրերի միացումների 3 տեսակ՝ անընդհատ միացումներ, ընդհատ միացումներ և համաճոններ կամ կիսահոդեր։ Առաջինը՝ անընդհատ միացումներ կամ սինարթրոզներ, լատիներեն synarthrosis, իսկ անգլերեն synarthrosis։ Անընդհատ բառը մեզ արդեն հուշում է, որ տվյալ դեպքում երկու ոսկրերի միջև ճեղքը կամ տարածությունը կամ խոռոչը բացակայում է։ Ունենում ենք երկու ոսկրերի միացում նրանց միջև շարակցական հյուսվածքի կամ աճառի միջնաշերտի միջոցով։ Եթե ես ձեզ հարց տամ, թե ինչպես են ոսկրերը միմյանց միանում, առաջին տարբերակը, որ կգա ձեր մտքին և դուք կպատասխանեք, կասեք, որ ոսկրերը միանում են միմյանց հոդերի միջոցով։ Հոդերը մեր ընդհատ միացումներն են։ Ընդհատ միացումներ կամ հոդեր, լատիներեն diarthrosis, անգլերեն diarthrosis։ Ի տարբերություն նախորդի, տվյալ դեպքում երկու ոսկրերի միջև մենք ունենք խոռոչ։ Մեր օրգանիզմում նաև կան այնպիսի միացումներ, որոնք ոչ ընդհատ են, ոչ էլ անընդհատ են, և հետևաբար կստեղծենք երրորդ առանձին խումբ, որը կանվանենք համաճոններ կամ կիսահոդեր, լատիներեն hemiarthrosis, անգլերեն hemiarthrosis։ Այս տեսակը ներառում է նախորդ երկու տեսակների հատկանիշները, այսինքն տվյալ դեպքում մենք ունենք երկու ոսկրերի միմյանց միացում շարակցական հյուսվածքի կամ աճառի միջնաշերտի միջոցով, ինչպես անընդհատ միացումների ժամանակ, բայց տվյալ միջնաշերտի մեջ ունենք ոչ մեծ ճեղքի առկայություն, ինչպես ընդհատ միացումների ժամանակ։ Այժմ մանրամասն խոսելու ենք 3 տեսակների մասին առանձին և խոսելու ենք, թե ինչպիսի առանձնահատկություններ ունեն յուրաքանչյուրը։ Սկսենք անընդհատ միացումներից։ Արդեն նշեցինք անընդհատ միացումներ կամ սինարթրոզներ, լատիներեն synarthrosis, անգլերեն synarthrosis։ Եթե երկու ոսկրերը միմյանց միանում են շարակցական հյուսվածքի միջոցով, կարելի է ենթադրել, որ տվյալ միացումները ունեն մեծ ամրություն և ունեն սահմանափակ շարժունակություն կամ անշարժ են։ Ես սկզբում նշեցի, որ անընդհատ միացումը կարող է լինել շարակցական հյուսվածքի միջոցով կամ աճառային միջնաշերտի միջոցով։ Հետևաբար, ընդհատ միացումները ըստ ոսկրերը միացնող հյուսվածքի տեսակի կարող են լինել ներդակազմ, լատիներեն syndesmosis, անգլերեն syndesmosis, աճառային, լատիներեն synchondrosis, անգլերեն cartilaginous joint կամ synchondrosis, և ոսկրային, լատիներեն synostosis, անգլերեն bony joint կամ synostosis։ Ներդակազմ միացումները կամ սինդեսմոզները ոսկրերի միացումներն են շարակցական հյուսվածքի միջոցով։ Դրանք են կապանները, միջոսկրային թաղանթները, կարանները և մեխվածքը։ Կապանները, լատիներեն ligamenta, անգլերեն ligaments, խիտ, թելակազմ, շարակցահյուսվածքային, հաստ խրձեր են, որոնք ձգվում են ոսկրերի միջև, ինչպես նաև ամրացնում են հոդերը։ Մենք, երբ քննարկենք տարբեր անատոմիական մասերի շարժումները, նշելու ենք, որ կապանները կարող են օգնել կամ օժանդակել տվյալ մասի շարժմանը, բայց միևնույն ժամանակ նրանք կարող են նաև ունենալ սահմանափակող դեր։ Եվս մեկ անգամ մենք կապան նշում ենք այն գոյացությունը, այն շարակցահյուսվածքային թելերի խուրձը, որը միացնում էր ոսկրը ոսկրին, որովհետև մենք հետագայում խոսելու ենք ջլերի մասին և ասելու ենք, որ ջլերը այն գոյացություններն են, որոնք միացնում են մկանները ոսկրին։ Տվյալ դեպքում կապանները միացնում են ոսկրը ոսկրին։ Հաջորդ սինդեսմոզի տեսակը դա միջոսկրային թաղանթներն են։ Membrana interosseum, իսկ անգլերեն interosseous membranes։
Սրունքի և նախաբասկի խողովակավոր ոսկրերի դիաֆիզների միջև եղած շարակցահյուսվածքային թիթեղն է։ Կարանները, լատիներեն sutura, անգլերեն sutures, մենք բոլորս էլ գիտենք, որ հանդիպում են գանգի ոսկրերի միջև։ Քանի որ գանգի խոռոչում ունենք շատ կարևոր օրգաններ, որոնք պետք է պաշտպանենք, հետևաբար այս միացման տեսակը պետք է լինի շատ ամուր և հետևաբար կարանները ունեն մեծ ամրություն և հարվածամեղմի չեն։ Կարանները օժտված են առանձնահատկությամբ, նրանք ապահովում են գանգի աճը և որոշակի տարիքից հետո նրանք ոսկրանում են։ Ըստ եզրերի ձևի կարող են լինել ատամնավոր կարան, sutura serrata, serrated suture, եզրերը նման են ատամների, օրինակ գանգաթաղի ոսկրերի միջև միացումները։ Խրթեշավոր կարանը, sutura squamosa, անգլերեն squamous suture, երբ մի ոսկրի եզրը վերադրվում է մյուս ոսկրի եզրին, օրինակ գագաթոսկրի և քունքոսկրի խրթեշի միջև միացումը։ Եվ տափակ կարան, sutura plana, flat suture, անգլերեն, երբ կարանի ոսկրերի եզրերը հարթ են, օրինակ դիմային գանգի ոսկրերի կարանները։ Եվ վերջին ներդակազմ միացման կամ սինդեզմոզի տեսակ է մեխվածքը, լատիներեն gomphosis, անգլերեն gomphosis կամ dento-alveolar syndesmosis։ Մեխվածքը միացնում է ատամի արմատը ատամնաբնի ոսկրային հյուսվածքին։ Նրանց միջև կա շարակցահյուսվածքային բարակ շերտ, որը կոչվում է պերիոդոնտ։ Մենք վերջացրեցինք անընդհատ միացումների առաջին տեսակի ներդակազմ միացումների մասը։ Այժմ խոսենք անընդհատ միացումների կամ սինարթրոզների աճառային միացման տեսակի մասին։ Աճառային միացումները կամ սինխոնդրոզները, լատիներեն synchondrosis, անգլերեն cartilaginous joints, ոսկրերը միացնում են աճառային հյուսվածքի միջոցով։ Աճառը օժտված է առանցքականության հատկությամբ և հետևաբար այս հոդերը ունեն մեծ ամրություն և ճկունություն։ Եթե ասում ենք, որ աճառը ունի առանցքական հատկություն, հետևաբար ինչքան հաստ է աճառի շերտը, այնքան մեծ է տվյալ հոդի շարժունակությունը։ Սակայն եկեք չմոռանանք, որ մենք խոսում ենք անընդհատ միացման մասին։ Հետևաբար, սինխոնդրոզ պարունակող հոդում շարժումները սահմանափակ են և ունեն միայն զսպանակային բնույթ։ Սինխոնդրոզները ևս ունեն տեսակներ։ Լինում են ապակենման, կոչվում է հիալին, և ներդակազմ, կոչվում է ֆիբրոզ։ ԵՒս մեկ դասակարգում ունեն սինխոնդրոզները, նրանք տարբերվում են ըստ իրենց տևողության, այսինքն ինչքան են նրանք ապրում, ավելի պարզ բառերով ասած։ Ինչ է սա նշանակում։ Ունենք տեսակներ, որոնք կոչվում են ժամանակավոր սինխոնդրոզներ, այսինքն տարիքի հետ կապված նրանք վեր են ածվում ոսկրային հյուսվածքի, այսինքն սինխոնդրոզը դառնում է սինոստոզ։ Օրինակ, մենք գիտենք, որ երկար խողովակավոր ոսկրերի էպիֆիզները և մետաֆիզները մինչև աճառային շերտը ոսկրանում են։ Կոնքի մասին ենք խոսելու, կոնքի 3 ոսկրերի միջև սինխոնդրոզը ևս վեր է ածվում սինոստոզի։ Հաջորդը սեպածոտրակային սինխոնդրոզը և սրբոսկրային ողերի աճառային միացումները մինչև սեռական հասունացումը իրենք սինխոնդրոզներ են, հետո դառնում են սինոստոզներ։ Իսկ մյուս տեսակը տրամաբանորեն արդեն մշտական սինխոնդրոզներ են, այսինքն իրենք ինչպես սինխոնդրոզ եղել են, այդպես էլ լինելու են, ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ, մենք գիտենք, որ մեր ողերի միջև գոյություն ունեն միջողնային աճառային սկավառակներ։ Նրանք ինչպես լինում են սինխոնդրոզներ, այդպես էլ շարունակում են մնալ սինխոնդրոզներ։ Մյուս օրինակը մշտական սինխոնդրոզի դա կրծոսկրի միացումն է առաջին կողաճառին։ Աճառային միացումները ևս քննարկեցինք, այժմ խոսենք երրորդ անընդհատ միացման մասին՝ ոսկրային միացումների մասին, այսինքն սինոստոզների մասին, լատիներեն synostosis, անգլերեն bony joint։ Բառը արդեն հուշում է ոսկրային միացում, այսինքն միանալու է ոսկրային հյուսվածքի միջոցով։ Մենք արդեն բավականին երկար խոսում էինք սինխոնդրոզների մասին, որոնք վեր են ածվելու սինոստոզների, այսինքն ոսկրանալու են։ Ինչպես նաև կարանների մասին ևս նշեցինք, որ նրանք որոշակի տարիքից հետո ևս վեր են ածվելու ոսկրային հյուսվածքի, այսինքն սինոստոզի։ Ես մեզ բոլորի շնորհավորում եմ, մենք ավարտեցինք անընդհատ միացումների քննարկումները, այժմ սկսում ենք ընդհատ միացումների մասին քննարկումը։ Վստահ եմ այս մասը մեր բոլորի համար ավելի հոգեհարազատ է, քանի որ խոսելու ենք հոդերի մասին։ Արդեն նշել ենք, ոսկրերի ընդհատ միացումները կոչվում են հոդեր կամ diarthrosis, լատիներեն և անգլերեն հոդերը կոչվում են joints կամ diarthrosis։
Հոդերը ոսկրերի միացման ամենակատարյալ տեսակներն են։ Ունեն մեծ շարժունակություն և շարժումների բազմազանություն։ Տրամաբանական է։ Յուրաքանչյուր հոդ ունի աճառով ծածկված ոսկրերի հոդերեսներ, հոդապարկ և հոդախոռոչ։ Հոդախոռոչը հիմնականում լցված է ոչ մեծ քանակությամբ ձուսպային հեղուկով։ Քանի որ այս կոմպոնենտները շատ կարևոր են, եկեք յուրաքանչյուրի մասին մանրամասն խոսենք։ Ինչու է սա կարևոր։ Մենք այժմ խոսում ենք միայն անատոմիայի մասին, սակայն երբ դուք անցնեք ավելի բարձր կուրսեր կամ ավելի բարձր կուրսերում, եթե դուք արդեն սովորում եք, դուք անցնելու եք ռևմատոլոգիա, դուք անցնելու եք վնասվածքաբանություն, օրթոպեդիա եւ այլն։ Այսինքն հետագայում արդեն կհասկանանք, թե մենք այս անատոմիան ինչու ենք սովորում, քանի որ տարբեր հիվանդությունների ժամանակ կամ տարբեր վիրահատությունների ժամանակ այս կոմպոնենտներից որոշակի մասեր կվնասվեն կամ որոշակի մասերի վրա կկատարվեն վիրահատություններ։ Կամ դեղաբանության բաժնում, երբ մենք խոսենք տարբեր դեղերի ազդեցության մեխանիզմի եւ թիրախի մասին, մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք իմանանք ճիշտ անատոմիան։ Եվ այսպես, հոդերեսներ, facies articulares, articular surfaces։ Հոդը կազմող ոսկրային մակերեսներն են, որոնք ծածկված են հիալինային աճառով։ Մենք արդեն նշեցինք, չէ՞, որ հիալինը կամ ապակենման էր կոչվում եւ հազվադեպ կարող է լինել նաեւ ֆիբրոզ կամ ներդակազմ։ Մենք կնշենք որ դեպքերում։ Հոդաճառի հաստությունը կարող է տատանվել, կարող է լինել մինչեւ 0.5 մմ։ Ինչով է պայմանավորված այս հաստության տատանումը։ Տրամաբանական է, որ ինչքան ծանրաբեռնված է տվյալ հոդը, այնքան հաստ պետք է լինի հոդային աճառը եւ ասեմ ավելին, մենք արդեն խոսեցինք, որ երբեմն կարող է լինել ներդակազմ տիպի, չէ, ոչ թե հիալինային տիպի։ Եվ հետեւաբար, օրինակ սրբոսկրազստային հոդը դուք պատկերացրեք ինչ ծանրություն է, հա, ամբողջ ողնաշարը իրանը եւ այլն, այդ ծանրությունը պետք է նա պահի։ Այդ հոդի հոդերեսները պատված են ներդակազմ աճառով, այսինքն ֆիբրոզ աճառով։ Հոդաճառների հիմնական ֆունկցիան դա մեղմացնել ցնցումները շարժումների ժամանակ, որպեսզի մենք կարողանանք ազատ շարժվել, ծանրություն բարձրացնել, վազել, քայլել եւ այլն։ Հոդաճառը ունի հարթ եւ փայլուն տեսք։ Հոդաճառը չունի արյունատար կամ ամշային անոթներ։ Ապա ինչպես է սնուցում ստանում։ Մենք գիտենք, որ մեր օրգանիզմում հյուսվածքները սննդանյութեր են ստանում արյան եւ արյունատար անոթների միջոցով։ Այստեղ հարկ է նշել ձուսպային հեղուկի դերի մասին։ Ձուսպային հեղուկը ոչ միայն օծում եւ խոնավեցնում է հոդերեսները, նա նաեւ ունի սնուցող ֆունկցիա։ Սովորաբար հոդավորվող ոսկրերի հոդերեսները համապատասխանում են միմյանց եւ կոչվում են համատեղելի կամ կոնգրուենտ, այսինքն մեկ հոդերեսը հիմնականում լինում է ուռուցիկ եւ կոչվում է հոդագլուխ, իսկ մյուսը ունենում է գոգ տեսք եւ կոչվում է հոդափոս։ Եթե երկու հոդերը անհամապատասխան են միմյանց, կոչվում են անհամատեղելի կամ ինկոնգրուենտ։ Իհարկե, այսպիսի հոդը չի կարող լինել մեր օրգանիզմում։ Ես կասեի այդպես, եթե սովորած չլինեի անատոմիա։ Իհարկե, այսպիսի հոդեր մենք ունենք մեր օրգանիզմում եւ մենք խոսելու ենք մանրամասն հոդերի օժանդակ համակարգի մասին, որոնց միջոցով այս ինկոնգրուենտ հոդերը շատ շարժունակ են եւ ֆունկցիոնալ։ Այժմ խոսենք մյուս կոմպոնենտի մասին՝ հոդապարկ կամ հոդաշապիկ, capsula articularis, անգլերեն joint capsule։ Հոդապարկը կամ հոդաշապիկը տրամաբանորեն բառից կարելի է ենթադրել, որ առաջացնում է փակ հոդախոռոչ, դիպչելով, ամուր կպչելով հոդավորվող ոսկրերի հոդերեսների եզրերին։ Հոդապարկը կազմված է երկու շերտից՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին շերտը կոչում ենք ներդակազմ թաղանթ, ֆիբրոզ թաղանթ, մենք արդեն նշեցինք, չէ՞, այս տերմինները, ներդակազմ կամ ֆիբրոզ, լատիներեն stratum fibrosum, անգլերեն fibrous layer եւ ներքինը կոչվում է ձուսպա թաղանթ կամ synovial թաղանթ, stratum synoviale։ Անգլերեն կթարգմանվի synovial membrane, սակայն որոշ գրականության մեջ կարող եք տեսնել, որ ճիշտ տարբերակը synovial layer-ն է։ Եթե մենք բացենք յուրաքանչյուր հոդի պատկեր անատոմիական ատլասի մեջ, մենք կտեսնենք բարդ կապաններով խառը պատկեր։ Դա շատ տրամաբանական է, քանի որ այդ մասը անընդհատ օգտագործվում է, անընդհատ շարժում ենք եւ հնարավորինս պետք է ինչքան կարող ենք, ինչքան տրամաբանական է, այսինքն չափից շատն էլ ճիշտ չի, որպեսզի ընդհանրապես չկարողանանք շարժել հոդերը, պետք է պատված լինեն կապաններով։ Այս ներդակազմ շերտը, որը ես նշեցի, հոդապարկի ներդակազմ շերտը, այսինքն ֆիբրոզ շերտը,
առաջացնում է տարբեր կապաններ, մենք արդեն խոսեցինք կապանները լիգամենտը, անգլերեն ligament։ Այդ կապանները կարող են լինել ներհոդային և կարող են լինել արտահոդային, հոդի ներսում, հոդի դրսում։ Սակայն տվյալ մասում ես տեղին չեմ գտնում, որպեսզի մանրամասն խոսենք դրա մասին, քանի որ մենք շատ մանրամասն խոսելու ենք բոլոր հոդերի մասին, վերին վերջույթից սկսած, գլխից սկսած, մինչև ստորին վերջույթի, մինչև ոտնաթաթ, և հետևաբար ավելի հասկանալի կլինի և ավելի ճիշտ կլինի, որ կխոսենք արդեն համապատասխան բաժնում, թե ինչպիսի կապաններ ունենք տվյալ հոդի ներսում և տվյալ հոդի դրսում։ Դուսպա թաղանթը, որը ներքին շերտն էր, կամ սինովիալ թաղանթը, փուխը շարակցահյուսվածքային թաղանթ է և նրա դեպի հոդախոռոչ դարձած երեսը ծածկված է էնդոթելային բջիջներով, հետևաբար հարթ է և փայլուն։ Հենց նա է, որ արտադրում է այդ դուսպային հեղուկը և լցնում է հոդի խոռոչը։ Դուսպա թաղանթը հաճախ գոյացնում է դեպի հոդախոռոչը դարձած փոքրիկ ելուստներ, կոչվում է դուսպա թավիկներ, լատիներեն villi synoviales, անգլերեն synovial villi։ Այս թավիկները հարուստ են արյունատար անոթներով և զգալիորեն մեծացնում են դուսպա թաղանթի մակերեսը։ Մենք նշեցինք, որ ունենք անհամատեղելի հոդեր։ Այդ անհամատեղելի հոդերում այս դուսպա թաղանթը առաջացնում է ծալքեր, լատիներեն plica synoviales, անգլերեն synovial folds։ Այս ծալքերը երբեմն պարունակում են ճարպային հյուսվածք, օրինակ կարող ենք բերել ծնկան հոդի դուսպային ծալքերը։ Հոդի մյուս կարևոր բաղադրիչն էր հոդախոռոչը, լատիներեն cavum articulare, անգլերեն joint cavity։ Մենք տեսանյութի ամենասկզբում նշեցինք, որ ընդհատ հոդերի առանձնահատկությունը այն էր, որ երկու ոսկրերի հոդերեսների միջև առաջանում է տարածություն, և այդ տարածությունը սահմանափակվում է հոդապարկի դուսպա թաղանթով։ Հենց այդ խոռոչում է գտնվում քիչ քանակությամբ, մոտավորապես 1-ից 2 մլ դուսպային հեղուկը, որը և օծում է երկու հոդերեսները, և խոնավեցնում է, և բացի այդ նա սնուցում է անոթազուրկ հոդերեսները։ Ինչպես նաև մենք գիտենք, որ հեղուկը ունի շփման ուժը մեղմացնող հատկություն։ Այդ հեղուկը կարող է ավելանալ կամ կարող է պակասել։ Օրինակ, բորբոքային պրոցեսների ժամանակ հեղուկը ավելանում է։ Մենք այս մասին կխոսենք ավելի բարձր կուրսի թեմաների մեջ։ Արդեն նշեցինք, որ հոդախոռոչը փակ խոռոչ է և այնտեղ ճնշումը բացասական է և այդ բացասական ճնշման միջոցով երկու հոդային երեսները միմյանց են մոտենում։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ վնասվածքների ժամանակ, եթե ունենանք հոդախոռոչի պատի ամբողջականության վնասում, այս բացասական ճնշումը կկորի և երկու ոսկրերի ծայրերը կհեռանան միմյանցից։ Այժմ խոսենք հոդերի օժանդակ համակարգի մասին։ Ինչ-ինչ պատճառներով, երբ այդ հոդերը ստեղծվել են, ոսկրերը միմյանց միացել են, այնպես է ստացվել, որ եղել են միացումներ, որոնք իրար համապատասխան չեն եղել։ Հետևաբար, էվոլյուցիայի ընթացքում պետք է ստեղծվեր ինչ-որ մի գոհացություններ, որի արդյունքում այդ հոդերը կդառնային ավելի իրար համատեղելի։ Այդ գոհացությունները ունեն անուններ։ Սկսենք հոդային սկավառակներից։ Disci articularis, անգլերեն articular discs։ Հոդային սկավառակները կարող են լինել եռանկյունաձև, ձվաձև, իրենք աճառային թիթեղներ են և գտնվում են հոդի ներսում, երկու անհամատեղելի հոդերեսների միջև։ Այդ սկավառակը մեծացնում է հոդամակերեսը և հոդի խոռոչը բաժանում է երկու ենթախոռոչների։ Օրինակ, կրծոսկրաանրակային, ճաճանչ-դաստակային հոդերի սկավառակները։ Մյուսը՝ հոդային մահիկներ, menisci articularis, articular menisci։ Այս գոհացությունները կիսալուսնաձև աճառային թիթեղներ են։ Ես վստահ եմ, որ դուք մենիսկների մասին լսել եք, հատկապես օրինակ մարզիկների, ֆուտբոլիստների մոտ կարող է պատռվել կամ վնասվել։ Եվ եթե դուք երբևէ տեսել եք ծնկան հոդը, այնտեղ դուք տեսել եք, վստահ եմ, տափակ հոդերեսներ։ Հենց այս մահիկների միջոցով է, որ ունենում ենք տվյալ հոդի խորացում։ Եվ մահիկները և սկավառակները իրենց արտաքին եզրով սերտաճում են հոդապարկին, և շարժումների ժամանակ իհարկե նրանք կարող են տեղաշարժվել և հետևաբար նաև մեղմացնել ցնցումները։ Հաջորդ օժանդակ համակարգն է հոդաշուրթը, labrum articulare կամ articular labrum։ Սա եռակող աճառային օղ է, տեղակայված է գոգ հոդափոսի եզրին, ևս լրացնում է և խոնավեցնում է հոդափոսը։ Օրինակ կարող ենք ասել ուսային և կոնքազդրային հոդերի հոդաշրթերը։ Հաջորդը դուսպապարկերը, bursae synoviales կամ synovial bursa, իրենից ներկայացնում են դուսպային թաղանթի արտափքումներ։ Նորից, երբ որ մենք ունենք ջիր, երբ որ մենք ունենք կապան,
երբ որ մենք ունենք մկան, նրանց միջև անընդհատ եթե որևէ մի բանը ոսկրին կպնի, անընդհատ շարժվի, ժամանակի ընթացքում ուղղակի մկանը կամ կապանը կամ ջլոնը կկտրվի ուղղակի։ Հետևաբար եւս էվոլյուցիայի տեսանկյունից, այսպես ասած, բարձիկների նման բաներ են հորինվել, որոնք լցված են հեղուկով եւ այլն կամ լցված չեն հեղուկով ուղղակի գոյություն ունեն։ Նրանք կլինեն ոսկրի եւ ջլի մեջտեղում, նրանք կլինեն մաշկի եւ ոսկրի մեջտեղում կամ ոսկրի մեջտեղում եւ այդ արտափոքումները հենց կոչվում են դուսպա պարկեր, պարկի նման է, դրա համար է այդպես կոչվում։ Եվ արդեն հասկացանք, չէ, նրանց ֆունկցիան այն է, որպեսզի հնարավորինս այդ շփումը, շփման ուժը նվազեցնի եւ վնասվածքների դեպքում, ցատկելու դեպքում, որևէ ծանրաբեռնվածության դեպքում նվազեցնում են հարվածի ուժը։ Դուսպային ծալքերից արդեն խոսեցինք, դուսպային թաղանթի գոյացություններ են, որոնք պարունակում են ճարպային հյուսված, օրինակ ծնկան հոտի դուսպային ծալքերը։ Եվ դուսպային բունոցը, vagina synovialis կամ synovial sheath, այս գոյացությունը առաջանում է մկանների ջլերի շուրջ։ Մենք արդեն նշեցինք, որ կապանը միացնում էր ոսկրը ոսկրին։ Նաև նշեցինք, որ մկանը միանում է ոսկրին ջլի միջոցով։ Հետևաբար նորից կարող ենք եզրակացնել, եթե այդ ջիլը անընդհատ կպնի ոսկրին, անընդհատ շարժվի, ամեն օր մենք շարժում ենք մեր ձեռքերը, ոտքերը եւ այլն, ուսերը, կոնքերը, եւ անընդհատ շարժվելուց կվնասվի, հետևաբար դուսպային բունոցը կպատի իրեն եւ չի թողնի, որպեսզի շփման ուժի արդյունքում նա վնասվի։ Այժմ եկեք հասկանանք, թե ինչպես են աշխատում հոդերը եւ ինչպես ենք մենք շարժվում։ Հոդերում իրականացվող շարժումները հասկանալու համար նախ պետք է մենք ունենանք գիտելիքներ հարթությունների եւ առանցքների մասին։ Այդ մասին ես մանրամասն խոսել եմ անատոմիա թեմա 1 տեսանյութում եւ հղումը կտեղադրեմ տեսանյութի ներքևում։ Եթե չեք դիտել տեսանյութը, խորհուրդ կտամ դիտել, որպեսզի ավելի լավ հասկանանք, քանի որ ես այստեղ միայն նշելու եմ, թե որ առանցքի շուրջ ինչ ենք կատարում, արդեն առանցքների մասին ես ենթադրում եմ, որ մենք սովորել ենք։ Ինչպես այդ տեսանյութում է նշում, այստեղ եւս նշենք։ Հոդերի շարժումները իրականացվում են հետևյալ առանցքներով՝ ճակատային, սագիտալ եւ ուղղաձիգ։ Հարկ եմ նշում հիշեցնել, որ չպետք է շփոթել առանցքները հարթությունների հետ։ Անատոմիա թեմա 1 տեսանյութում մենք տարբերությունները մանրամասն քննարկել ենք։ Եվ այսպես յուրաքանչյուր շարժումը քննարկելու ենք մարդու ճիշտ անատոմիական կանգնած դիրքում։ Ճակատային առանցքի շուրջ կատարվում է ծալում, ֆլեքսիո լատիներեն, flexion անգլերեն։ Տարածում, extensio լատիներեն, extension անգլերեն։ Ծալելիս հոդավորվող ոսկրերի միջև անկյունը փոքրանում է, իսկ տարածելիս մեծանում։ Եկեք մի բան հասկանանք, եթե մենք կատարում ենք ծալում կամ տարածում արմնկային հոդում, այդ դեպքում նախաբազուկը ուղղվում է դեպի առաջ, սակայն եթե մենք կատարենք ծալում ծնկան հոդում, մեր սրունքը գնալու է դեպի հետ, բայց երկուսի դեպքում էլ կոչվում է ծալում, որովհետև հոդում հոդավորվող ոսկրերի միջև անկյունը փոքրանում է, այստեղ կարևոր է անկյունը փոքրանում է, թե մեծանում է, այլ ոչ թե որ ուղղությամբ է ծալվող վերջույթը շարժվում։ Հաջորդը սագիտալ առանցքի շուրջ կատարվում է առբերում, լատիներեն adductio կամ անգլերեն adduction եւ զատում, լատիներեն abductio, ABD, abductio եւ անգլերեն abduction։ Առբերելիս հոդավորվող ոսկրերից մեկը մոտենում է միջին գծին, զատելիս հեռանում է նրանից։ Եկեք պատկերացնենք մեկ այլ օրինակով։ Ես միշտ հիշել եմ հետևյալ կերպ։ Անգլերեն add, այսինքն ADD, նշանակում է գումարել։ Այսինքն ես պատկերացրել եմ, որ եթե որևէ մարմնի մաս գումարում ենք այլ մարմնի մասի, կամ գումարելու տեղը կարող ենք ասել մոտենում է այլ մարմնի մասին, դա կկոչվի adduction, այսինքն 2D, գումարելով, հա։ Օրինակ բերենք, երբ վերին վերջույթը մոտենում է մարմնին։ Իհարկե միջին գծի նկատմամբ ենք մենք այս անվանումը տալիս, սակայն եկեք պատկերացնենք, որ մոտենում է ինչ-որ մի բանի, ինչ-որ մի բանը, ինչ-որ մի գոյացությունը մոտենում է ինչ-որ մի գոյացության։ Եվ կկոչվի առբերում adduction կամ adductio։ Իսկ զատելը կլինի հակառակ գործողությունը, այսինքն հանում, հակառակ ուղղակի, այսինքն միջին գծից հեռանում է կամ մարմնի մի մասից մարմնի մի մասը հեռանում է։
Օրինակ, լրացուցիչ օրինակ կարող ենք բերել ձեռքի մատները։ Եթե մատները միանում են միմյանց, դա եւս կոչվում է adduction, այսինքն գումարում ենք իրար, ADD կլինի, այսինքն առբերում, իսկ զատելը հակառակ գործողությունները իրարից հեռանում են, այսինքն միմյանցից բաժանվում են։ Հաջորդ առանցքը ուղղաձիգ առանցքի շուրջ կատարվում է պտույտ։ Ռոտացիո, լատիներեն rotation, անգլերեն։ Կարող է լինել պտույտ ներս, վարհակում, պրոնացիո, pronation, անգլերեն, եւ պտույտ դուրս, վերհակում, supinatio, supination։ Սա բավականին հեշտ է հիշել, հա, կարևոր է հիշել, թե ափը որտեղ է գտնվում, ափը գնում է վերև, թե ափը գնում է ներքև։ Եվս մեկ ձև կարող ենք հիշել supination բառի մեջ, անգլերեն, մենք տեսնում ենք up վանկը։ Up անգլերեն նշանակում է վերև, չէ՞։ Հետևաբար, եթե ափը գնում է վերև, up հայերեն up է, up նաև անգլերեն վերև է նշանակում։ Ափը եթե գնում է up, այսինքն ափը եթե գնում է վերև, վերհակում է կոչվում, այսինքն supination։ Կա նաև շրջանաձև շարժում, շրջանաձև շարժումը circumductio, circumduction անգլերեն, հաջորդական շարժումն է ճակատային և սագիտալ առանցքների շուրջ, որի ժամանակ շարժվող ոսկրերի կամ վերջույթի ազատ ծայրը ձեռքը շրջան է գցում։ Այժմ խոսենք հոդերի դասակարգման մասին։ Ըստ հոդի կառուցվածքի բարդության լինում են պարզ հոդեր, կազմվում են երկու հոդերեսներով, օրինակ ուսային հոդը, կոնքազդրային հոդը։ Բարդ հոդերը կազմվում են երկուսից ավելի հոդերեսներով, օրինակ արմնկային հոդը, ծնկան հոդը։ Համակցված հոդերը կամ կոմբինացված հոդերը իրենք անատոմիորեն իրար հետ մեկուսացած են, այսինքն իրար հետ կապ չունեն, բայց գործում են միևնույն ժամանակ, օրինակ աջ և ձախ քունքստործնոտային հոդերը, օրինակ աջը առանձին չի աշխատում, ձախը առանձին։ Նրանք աշխատում են միմյանց հետ, սակայն գտնվում են տարբեր անատոմիական հատվածներում։ Հաջորդը կոմպլեքսային հոդերն են, այս հոդերը մեզ արդեն ծանոթ են, մենք արդեն նշել ենք նրանց մասին, երբ հոդամակերեսների միջև գոյություն ունի հոդային սկավառակ կամ մահիկ։ Ըստ հոդերեսների ձևի կարող են լինել գլանաձև, էլիպսաձև, գնդաձև եւ այլն։ Ըստ շարժման հնարավոր առանցքների քանակի կարող են լինել 1 առանցքանի, 2 առանցքանի և բազմ առանցքանի։ 1 առանցքանի հոդերում շարժումներն իրականացվում են 1 առանցքի շուրջ։ Այդ հոդերն են գլանաձև և ճախարակաձև հոդը։ Գլանաձև հոդ, լատիներեն articulatio trochoidea, անգլերեն pivot joint կամ trochoid joint։ Այս դեպքում հոդերեսը գլանի մակերեսի նման է։ Գլանաձև հոդի առանցքը համընկնում է հոդավորվող մակերեսների երկար առանցքին։ Այս հոդերում հիմնականում կատարվում է պտույտ։ Օրինակ կարող է լինել մոտակա և հեռակա ճաճանչածաղիկային հոդերը և ատլաս առանցքային միջին հոդը։ Հաջորդ 1 առանցքային հոդն է ճախարակաձև հոդը, լատիներեն ginglymus, անգլերեն hinge joint։ Հոդերեսներից մեկը ճախարակ է իր ակոսով, իսկ մյուս հոդերեսը գոգավոր է և ունի համապատասխան կատար։ Շարժումները կատարվելու են ճակատային առանցքի շուրջ, այսինքն ծալում և տարածում։ Օրինակ կարող ենք բերել ձեռքի և ոտքի միջմատնոսկրային հոդերը։ Ճախարակաձև հոդի տարատեսակ է պտուտագաձև կամ խխունջաձև հոդը։ Այստեղ շարժումները հոդերում նույնն են, ինչ ճախարակաձևի դեպքում, սակայն ունենում ենք հոդավորվող մակերեսների քիչ պտուտակաձև տեղաշարժ, օրինակ կարող ենք բերել բազկա ծղիկային հոդը։ Երկառանցքանի հոդերում շարժումները իրականացվում են երկու առանցքների շուրջ։ Դրանք են էլիպսաձև կամ ձվաձև հոդը, articulatio ellipsoidea, անգլերեն ellipsoidal joint, տվյալ հոդերեսները էլիպսի նման են և կատարում են շարժում ճակատային և սագիտալ առանցքների շուրջ։ Օրինակ կարող ենք բերել ճաճանչադաստակային հոդը։ Երկառանցքանի է նաև թամբաձև հոդը, articulatio sellaris, saddle joint։ Բառը արդեն հուշում է, հոդերեսները ունեն թամբաձև տեսք, շարժումը կատարվում է երկու առանցքի շուրջ, օրինակ կարող ենք բերել բութմատի դաստակ նախադաստակային հոդը և կրծոսկրահարակային հոդը։ Հաջորդը կոճային հոդն է, articulatio bicondylaris,
condylar joint, ուռուցիկ հոդերեսը տեղակայված է կոճի վրա։ Օրինակ կարող ենք բերել ատլաս, ծոծրակային և ծնկան հոդերը։ Իսկ բազմառանցքանի հոդերում շարժումները տրամաբանորեն կարող են իրականացվել բազմաթիվ առանցքների շուրջ, մեր դեպքում 3 առանցքի շուրջ։ Դրանք են գնդաձև հոդը, բաժականման կամ ընկուզաձև հոդը և տափակ հոդը։ Գնդաձև հոդը articulatio spheroidea, անգլերեն ball and socket joint։ Հոդերեսներից մեկը ուռուցիկ է, գնդաձև գլխիկով, իսկ մյուսը գոգավոր, դա հոդափոսն է։ Եթե ես ձեզ հարցնեմ, որ հոդն է ձեր մտքին առաջինը գալիս, ինչ եք կարծում, որ հոդը դա կլինի։ Ամենաբնորոշ գնդաձև հոդը դա ուսային հոդն է։ Եվ եկեք պատկերացնենք մեր ուսահոդի վրա, որ այնտեղ կատարվում են շարժումները 3 առանցքների շուրջ, ճակատային, սագիտալ և ուղղաձիգ առանցքի շուրջ։ Այս հոդերը ամենաշարժունն են մեր բոլոր հոդերից, քանի որ շարժումների մեծությունը պայմանավորված է հոդերեսների միջև եղած տարբերությամբ։ Հաջորդը բաժականման կամ ընկուզաձև հոդը գնդաձև հոդի տարատեսակ է, տարբերությունը այն է, որ այս դեպքում հոդափոսը խորն է և ընդգրկում է հոդագլխիկի կեսից ավելին։ Այս հոդերում շարժումները սահմանափակ են։ Բաժականման հոդի բնորոշ օրինակ է կոնք ազդրային հոդը։ Եվ վերջինը տափակ հոդը articulatio plana կամ plane joint ունեն համարյա տափակ հոդերեսներ։ Եկեք հասկանանք երկու հարթ մակերես, արդյոք հնարավոր է այնտեղ որևէ շարժում։ Տափակ հոդերի հոդերեսները իրենց մեծությամբ գրեթե հավասար են, ուստի այսպիսի հոդերում շարժումները կամ բացակայում են, կամ նրանք ուղղակի անշարժ են։ Այդ պատճառով տափակ հոդերը նաև կոչվում են կիսաշարժուն հոդեր, amphiarthrosis, անգլերեն amphiarthrosis։ Ընդհատմիացումները կամ հոդերը ևս քննարկեցինք, այժմ խոսենք միացումների երրորդ տեսակի կիսահոդերի կամ համաճոնների մասին։ Կիսահոդեր hemiarthrosis կամ համաճոններ symphysis անցումային միացումներ են, երբ երկու ոսկրերի մակերեսները միմյանց միանում են շարակցական հյուսվածքի կամ աճառային հյուսվածքի միջոցով, որոնց միջև կա ոչ մեծ խոռոչ, նեղ ճեղք։ Այս միացումները արտաքինից հոդապարկով ծածկված չեն, իսկ ներքին մակերեսը դուսպա թաղանթով պատված չէ։ Այսինքն մենք տեսնում ենք, թե ինչու ենք ստեղծել երրորդ խումբ, որովհետև ոչ մի կերպ հնարավոր չի նրանց դասակարգել նախորդ մեր քննարկած երկու խմբերից որևէ մեկի մեջ, քանի որ ունեն հատկանիշներ մեկ խմբից, հատկանիշներ մյուս խմբից, սակայն միևնույն ժամանակ այդ խմբերի հիմնական կարևորագույն կոմպոնենտները, բաղադրիչները նրանք չունեն։ Հետևաբար ստեղծել ենք երրորդ առանձին խումբ և նրանց ներառել ենք այնտեղ։ Այս հոդերում հնարավոր է միայն փոքրիկ տեղաշարժեր միմյանց նկատմամբ։ Բնորոշ օրինակներ են ցայլային սիմֆիզը կամ ցայլային համաճոնը, symphysis pubica, pubic symphysis, միջողնային համաճոնները, կրծոսկրի կոթի համաճոնը։ Ընդհանուր ոսկրաբանության բաժինը ավարտեցինք, այժմ խոսելու ենք տարբեր մարմնի մասերի ոսկրերի միմյանց միացումների մասին։ Սկսենք Իրանի ոսկրերի միացումներից։ Նախապես ուզում եմ տեղեկացնել, որ տվյալ տեսանյութում մենք խոսելու ենք միայն ոսկրերի միմյանց միացումների մասին, այսինքն մենք չենք խոսելու ոսկրաբանության մասին, մենք չենք խոսելու անոթավորման, նյարդավորման և այլնի մասին։ Այդ ամենի մասին մենք կխոսենք առանձին համապատասխան ոսկրաբանության, մկանաբանության, անոթաբանության բաժնում։ Սկսենք ողերի միացումներից։ Մենք գիտենք, որ ողնաշարը կազմված է ողերից և այդ ողերը ունեն մարմիններ, աղեղներ և ելուններ։ Ողերը իրար միանում են այս 3 հատվածներով։ Եվ այսպես, ողերի մարմինները միանում են միջողնային սկավառակներով։ Դիսկի intervertebrales, իսկ անգլերեն intervertebral discs։ Առաջին միջողնային սկավառակը երկրորդ և երրորդ պարանոցային ողերի մարմինների միջև է, իսկ ամենավերջինը 5-րդ գոտկային և առաջին սրբոսկրային ողերի մարմինների միջև է։ Յուրաքանչյուր սկավառակ ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև և կազմված է ծայրամասային և կենտրոնական մասերից։ Ծայրամասային մասը ներդակազմ աճառ է և առաջացնում են ներդակազմ օղը, լատիներեն annulus fibrosus, անգլերեն fibrous ring, իսկ կենտրոնական մասը դոնդողանման կորիզն է nucleus pulposus, nucleus pulposus։ Այս դոնդողանման կորիզը ունի հարվածամեղմիչ դեր։
Երբեմն լինում է այնպես, որ այս դոնդղանման կորիզների միջև առաջանում է ճեղք և այդ դեպքում ինչ կկոչվեր տվյալ հոդը։ Տվյալ հոդը կվերածվեր կիսահոդի և կկոչվեր միջողնային համաճոն։ Եթե դուք երբևէ տեսել եք իրական ողնաշարի նկարը կամ պատկերը, ապա դուք նկատել եք, որ միջողնային սկավառակի տրամագիծը ավելի մեծ է, քան իրար միացող ողերի մարմինների տրամագիծը, և այդ միջողնային սկավառակները դուրս են գալիս մարմինների եզրերի սահմաններից։ Այս սկավառակների հաստությունը տատանվում է ամբողջ ողնաշարի երկարությամբ։ Դա կախված է և ողնաշարի տվյալ հատվածի շարժունակությունից, և կախված է, թե ինչ ծանրաբեռնվածության տակ է գտնվում այդ հատվածը։ Ամենաքիչ շարժուն հատվածն է կրծքային բաժինը, որտեղ սկավառակների հաստությունը մոտավորապես 3-ից 4 մմ է, իսկ գոտկային հատվածում 10-ից 12 մմ է, ավելի հաստ է, որը իհարկե ավելի տրամաբանական է հաշվի առնելով գոտկային հատվածում առկա ծանրաբեռնվածությունը։ Բացի այս միջողնային սկավառակներից, ողերի մարմինները նաև միանում են կապանների միջոցով։ Ունենք երկու երկայնաձիգ կապաններ՝ առաջային և հետին։ Առաջային երկայնաձիգ կապանը Ligamentum longitudinale anterius (anterior longitudinal ligament) տեղակայված է ողերի մարմինների և միջողնային սկավառակների առաջային երեսին։ Այն ձգվում է ծոծրակոսկրի ըմպանային թմբիկից և ատլասի առաջային աղեղից մինչև սրբոսկրի կոնքային մակերեսի երկրորդ կամ երրորդ լայնական գծերը։ Այս կապանները արգելակում են ողնաշարի հետ ծալումը։ Տրամաբանական է, եթե առջևից են, չեն թողնում, որպեսզի հետ ծալվի։ Իսկ հետին երկայնաձիգ կապանը Ligamentum longitudinale posterius կամ posterior longitudinal ligament սկսվում է երկրորդ պարանոցային ողի մարմնի հետին երեսից, ձգվում է ողերի մարմինների հետին երեսով դեպի ներքև ողնաշարային խողովակի ներսում։ Եկեք չշփոթենք, մենք այժմ խոսում ենք ողերի մարմինների մասին, մենք ամբողջ ողնաշարի մասին չենք խոսում, որովհետև այդ դեպքում հետևի մասը, հետին մասը կլիներ մեր փուշելունները, սակայն մենք խոսում ենք ողերի մարմինների մասին, հետևաբար ողերի մարմինների հետին երեսը գտնվելու են ողնաշարային խողովակում, իսկ հետին երկայնաձիգ կապանը վերջանում է սրբոսկրային խողովակի մեջ սրբոսկրային ողերի մարմինների հետին երեսին, կամ անգամ կարող է հասնել մինչև առաջին պոչուկային ող։ Հետին երկայնաձիգ կապանը միջողնային սկավառակների մակարդակին լայնանում է և ամուր կպչում է սկավառակին կամ նրան սերտաճում է, իսկ ողերի մարմինների հատվածին, ոսկրային հատվածին ավելի թույլ է ամրացված, և տրամաբանորեն այս կապանը պետք է արգելակի առաջ ծալումը, այսինքն կատարում է հակառակ ֆունկցիան կամ այլ կերպ կարող ենք ասել առաջային երկայնաձիգ կապանի ֆունկցիոնալ անտագոնիստն է։ Քննարկեցինք ողերի մարմինների միացումների մասին, այժմ խոսենք ողերի աղեղների միացումների մասին։ Ողերի աղեղներն իրար միացած են դեղին կապաններով Ligamentum flava կամ անգլերեն yellow ligaments։ Ինչու են կոչվում դեղին կապաններ։ Այս կապանները հարուստ են էլաստինի ֆիբրիլներով, իսկ էլաստինը դեղին գույն ունի և հետևաբար կապանը ունի դեղին գույն։ Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ էլաստինը ունի մեծ ամրություն և առաձգականություն, որով և օժտված են դեղին կապանները։ Հաջորդը ողերի ելունների միացումների մասին խոսենք։ Ողերի ելունները ունեն հոդային մակերեսներ։ Հարևան երկու ողերի հոդային ելունները կազմելու են միմյանց հետ միջողնային հոդեր (articulationes intervertebrales, intervertebral joints)։ Մենք գիտենք, որ հոդերը ունեն հոդապարկ։ Այստեղ հոդապարկը կպած է հոդերեսների շրջեզրերին։ Մենք մանրամասն խոսել ենք հոդերի տեսակների մասին, այստեղ հոդերն են տափակ և բազմ առանց քանի, բայց միևնույն ժամանակ քիչ շարժուն են, տրամաբանական է, որ մեր ողերը չունեն այնպիսի շարժունակություն, օրինակ ինչպես մեր ուսային հոդն է։ Այստեղ նշենք շատ կարևոր հոդի մասին, որի մասին հետագայում կխոսենք ավելի մանրամասն։ Ոտկային վերջին ողի ստորին հոդային ելունները միանում են սրբոսկրի վերին հոդային ելուններին
և առաջացնում են սրբոսկրագոտկային հոդը։ Articulationes lumbosacrales, իսկ անգլերեն lumbosacral joint։ Եվ փուշելունները իրար միանում են միջփշային կապանների և վերփշային կապանների միջոցով։ Միջփշային կապաններ ligamenta interspinalia, interspinous ligament, իսկ վերփշային կապանները ligamenta supraspinalia, supraspinous ligament։ Բառը արդեն հուշում է, միջփշային կապաններ նշանակում է երկու փուշելունների միջև եղած շարակցահյուսվածքային թիթեղիկներն են, կապաններն են այսինքն։ Ինչ եք կարծում, որ հատվածում ավելի հաստ կլինեն, պարանոցային թե գոտկային հատվածում։ Միջփշային կապանները ավելի բարակ են պարանոցային բաժնում և զգալիորեն ավելի հաստ են գոտկային բաժնում։ Իսկ վերփշային կապանները իրենք երկար ձգանի նման ձգվում են, այդ խրձերը կպչում են բոլոր ողերի փուշելունների գագաթներին, այսինքն ողնաշարի հետևով երկար ձգվում են։ Եվ ողնաշարի պարանոցային բաժնում վերփշային կապանը շատ լավ է արտահայտված և կոչվում է վզարմատային կապան (nuchal ligament)։ Այդ կապանը տեղակայված է սագիտալ հարթությամբ, սագիտալ հարթության մասին մենք մանրամասն խոսել ենք, ունի եռանկյունաձև տեսք և շատ ամուր է։ Վերևում կպչում է ծոծրակոսկրի արտաքին կատարին, առջևից պարանոցային ողերի փուշելուններին, իսկ հետևի եզրը ազատ է և ձգվում է ծոծրակոսկրի արտաքին ցցաթմբից մինչև 7-րդ պարանոցային ողի փուշելուն և վերփշային կապանների շարունակությունն է։ Տրամաբանական է, որ կենդանիների մոտ, որոնք անընդհատ գտնում են հորիզոնական դիրքում, իրենց մոտ շատ լավ զարգացած կլինի, որպեսզի գլուխը պահեն համապատասխան դիրքում։ Իսկ մարդու մոտ, քանի որ մենք ուղղաձիգ ենք քայլում, ավելի թույլ է զարգացած։ Վզարմատային, միջփշային և վերփշային կապանները, ասեցինք, չէ, գտնվում էին հետևից, հետևում էին։ Հետևաբար տրամաբանական է, որ չեն թողնում, որպեսզի չափից դուրս առաջ ծալվի և գլուխը և պարանոցը։ Տրամաբանական է, եթե հետևում են գտնվում, հնարավորինս պահում են, ձգում են, որ առաջ շատ չթեքվի։ Մենք ունենք կապաններ, որոնք կանխում էին ողնաշարի չափից ավելի առաջ ծալվելը և չափից ավելի հետ ծալվելը։ Մենք նաև ունենք կապաններ, որոնք կանխում են ողնաշարի ծռումները դեպի հակառակ կողմ։ Այդ կապաններն են լայնաձիգ ելունները միմյանց միացնող միջլայնաձգային կապանները (ligamenta intertransversalia կամ intertransverse ligaments)։ Այժմ եկեք հասկանանք, թե ինչպես է ողնաշարը միանում գանգին, այնուհետև խոսելու ենք, թե ինչպես է սրբոսկրը միանում պոչուկին։ Որպեսզի ողնաշարը միանա գանգին, անհրաժեշտ են 3 ոսկրեր՝ ծոծրակոսկրը, ատլասը և առանցքային ողը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, այս տեսանյութում չենք խոսելու ոսկրերի անատոմիայի մասին, խոսում ենք միայն միացումների մասին։ Տրամաբանական է, եթե 3 ոսկր է մասնակցում տվյալ միացմանը, շատ բարդ կառուցվածք կունենա տվյալ հոդը և միևնույն ժամանակ այս հոդը ունի շատ մեծ շարժունակություն։ Խոսելու ենք ատլաս ծոծրակային հոդի մասին, articulatio atlanto-occipitalis, atlanto-occipital joint, ատլաս առանցքային միջին հոդի մասին, articulatio atlanto-axialis medialis, median atlanto-axial joint, ատլաս առանցքային կողմնային հոդերի մասին, articuli atlanto-axiales lateralis, lateral atlanto-axial joints, այնուհետև կխոսենք սրբոսկրի և պոչուկի միացման մասին, սրբոսկրապոչուկային հոդ, articulatio sacrococcygeal կամ sacrococcygeal joint։ Ատլաս ծոծրակային հոդ, պարզ, համատեղելի, կոճային, համակցված կամ կոմբինացված, երկառանցքանի հոդ է։ Հիմա մենք հասկացանք, թե ինչու ենք այդքան երկար և մանրամասն ուսումնասիրում հոդերի տեսակները և դասակարգումը, քանի որ յուրաքանչյուր հոդ ունի իր առանձնահատկությունները։ Քանի որ մենք այս ամենի մասին արդեն խոսել ենք և բացատրել ենք, անցնում ենք առաջ։ Հոդի առաջացմանը մասնակցում են ծոծրակոսկրի կոճերը և ատլասի վերին գոգ հոդերեսները։ Այս երկու հոդերը համատեղելի են։ Յուրաքանչյուր հոդ, ինչպես մեր հիմնական հոդերի կանոններ, ընդգրկված է առանձին հոդապարկի մեջ։ Բացի դրանից, նաև նրանց ամրանում է ատլաս ծոծրակային առաջային և հետին թաղանթները։ Membrana atlanto-occipitalis anterior և membrana atlanto-occipitalis posterior։
anterior atlanto-occipital membrane և posterior atlanto-occipital membrane։ Արդեն ինչպես անունից երևում է, առաջային թաղանթը ձգվելու է ատլասի առաջային աղեղի և ծոծրակոսկրի հիմի միջև, իսկ հետինը ձգվելու է հետին աղեղի և մեծ ծոծրակային անցքի հետին շրջեզրի միջև։ Արդեն նշեցինք, որ հոդը երկառանցքանի հոդ է։ Մենք ևս մեկ տերմին էինք անցել, երբ ասում էինք, որ գոյություն ունեն համակցված հոդեր։ Այս հոդերը համակցված են։ Երկու հոդերը կառուցվածքային տեսակետից միմյանց հետ կապված չեն, սակայն աշխատում են միաժամանակ։ Առանցքներն են ճակատային և սագիտալ։ Արդեն գիտենք, ճակատային առանցքի շուրջ կատարում ենք ծալում և տարածում, այսինքն գլխի առաջ ծալում և հետ ծալում։ Իսկ սագիտալ առանցքը արդեն նշել ենք, կատարում ենք գլխի զատում, շարժում միջին գծից դուրս և առբերում դեպի միջին գիծ։ Հնարավոր է նաև այստեղ շրջանաձև շարժում։ Հաջորդ հոդը ատլաս առանցքային հոդ կազմված է 4 հոդերից։ Ատլաս առանցքային 2 միջին և 2 կողմնային։ Ատլաս առանցքային միջին հոդը պարզ է, գլանաձև, համակցված, շարժումը կատարում է մեկ առանցքի շուրջ, հետևաբար մեկ առանցքանի է։ Այս ամենի մասին մենք ևս խոսել ենք։ Մեջտեղում տեղակայված է ատամը, որը ատլասին միանալու է 2 հոդով՝ առաջային հոդ և հետին հոդ։ Առաջային հոդը կազմվելու է ատլասի առաջային աղեղի ատամի փոսով և առանցքային ողի ատամի առաջային հոդերեսով, իսկ հետին հոդը կազմվում է առանցքային ողի ատամի հետին հոդերեսով և ատլասի լայնական կապանով ligamentum transversum Atlantis, transverse ligament of the atlas։ Ատամի առաջային և հետին հոդերեսներն ունեն սեփական հոդախոռոչները և նրանց ամենափակող հոդապարկերը, ինչպես մենք արդեն նշեցինք, պետք է ունենան բոլոր հոդերը։ Քանի որ ատլաս առանցքային միջին հոդը գլանաձև հոդ է, շարժումները հնարավոր են միայն մեկ առանցքի շուրջ, դա ուղղաձիգ առանցքն է, այսինքն գլխի պտույտ աջ և ձախ։ Իսկ ատլաս առանցքային կողմնային հոդերը պարզ, տափակ հոդեր են, համակցված են կամ կոմբինացված են և շարժումները սահմանափակ են։ Հոդը կազմում են ատլասի կողմնային զանգվածների ստորին հոդերեսները և առանցքային ողի մարմնի վերին հոդերեսները։ Յուրաքանչյուր հոդ ունի իր առանձին հոդապարկը։ Այս հոդում շարժումները համակցված են ատլաս առանցքային միջին հոդի շարժումների հետ։ Այժմ խոսենք ատլաս առանցքային միջին և կողմնային հոդերում առկա կապաների մասին։ Ատամի գագաթից դեպի մեծ ծոծրակային անցքի առաջային եզր է ձգվում ատամի գագաթի կապանը ligamentum apicis dentis, apical ligament of the dens։ Ատամի կողմնային երեսներից դեպի վեր և դուրս են ձգվում թևակերպ կապանները ligamenta alaria, alar ligaments, որոնք կպչելու են ծոծրակոսկրի կոճերի ներքին երեսին։ Ուրեմն, ատլաս առանցքային միջին հոդը կատարում է գլխի պտույտ աջ և ձախ 30-ից 40 աստիճան։ Հենց այս կապաների պատճառով է, որ սահմանափակվում են գլխի չափից ավելի պտույտը դեպի աջ և ձախ։ Ատլասի լայնական կապանի վերին և ստորին եզրերից դուրս են գալիս երկու երկայնաձիգ խրձեր՝ վերին խուրձ և ստորին խուրձ (crus superius, crus inferius, superior band, inferior band)։ Վերինը ուղղվելու է դեպի մեծ ծոծրակային անցքի առաջային եզր, իսկ ստորինը դեպի վար, դեպի սռնակի մարմնի հետին երես։ Այս երկու խրձերը լայնական կապանի հետ առաջացնելու են ատլասի խաչաձև կապանը cruciate ligament of the atlas։ Այս կապանները ողնաշարային խողովակի կողմից, այսինքն հետևից ծածկված են լայն ներտակազմ թիթեղով, որը կոչվում է ծածկող թաղանթ membrana tectoria (tectorial membrane), որը շարունակվելու է ներքև և առաջացնելու է հետին երկայնաձիգ կապանը։ Այժմ անցնենք առաջ։ Սրբոսկրը և պոչուկը միանում են սրբոսկրապոչուկային հոդի միջոցով։ Սա սրբոսկրի գագաթի և առաջին պոչուկային ողի միջև միացումն է։ Այս հոդի միջողնային սկավառակի մեջ գրեթե միշտ կա ճեղք, որը ինչ եք կարծում, ում անհրաժեշտ կլինի, այսինքն որ սեռի ներկայացուցիչներին՝ կանանց թե տղամարդկանց։
Իհարկե կանանց, քանի որ ծննդաբերության ժամանակ այս ճեղքը նպաստում է պոչուկի հետ տեղաշարժին։ Արդեն 50 տարեկան, 60 տարեկան հետո այս ճեղքը այլևս չի լինում, այսինքն փակվում է։ Այժմ խոսենք կապանների մասին, այստեղ առկա կապանների մասին։ Պոչուկի առաջային երեսով սրբոսկրի կոնքային երեսից մինչև պոչուկի գագաթ ձգվում է սրբոսկրապոչուկային փորային կապանը։ Ligamentum sacrococcygeum ventrale, ventral sacrococcygeal ligament, որն առաջային երկայնաձիգ կապանի շարունակությունն է։ Ես անատոմիա թեմա 1 տեսանյութում ասել եմ, երբ մենք ունենք փորային, մենք ունենք մեջկային, երբ մենք ունենք վերին, մենք ունենք ստորին, երբ մենք ունենք մակերեսային, մենք ունենք խորանիստ։ Այստեղ մենք ունենք փորային կապան, նշանակում է մենք կունենանք նույն անունով մեջկային կապանը, և այսպես սրբոսկրապոչուկային, մեջկային, մակերեսային կապան։ Ligamentum sacrococcygeum dorsale superficiale, այսինքն արդեն բառից տեսնում ենք, որ կա մակերեսային, այսինքն լինելու է նաև խորանիստ։ Սրբոսկրապոչուկային մեջկային խորանիստ կապան Ligamentum sacrococcygeum dorsale profundum, superficial կամ deep dorsal sacrococcygeal ligaments։ Մեջկային մակերեսային կապանը սրբոսկրային խողովակի ճեղքի եզրերից իջնելու է պոչուկի հետին մակերեսի վրա։ Սա համապատասխանում է վերփշային և դեղին կապաններին, իսկ մեջկային խորանիստ կապանը տեղակայված է լինելու 5-րդ սրբոսկրային և առաջին պոչուկային ողերի մարմինների հետին երեսին։ Սա համապատասխանելու է հետին երկայնաձիգ կապանին։ Մյուս կապանն է սրբոսկրապոչուկային կողմնային կապանը Ligamentum sacrococcygeum laterale, lateral sacrococcygeal ligament։ Սա ձգվում է սրբոսկրի կողմնային կատարի ծայրի և պոչուկային առաջին ողի լայնաձիգ ելունի մնացորդի միջև։ Այս կապանը համապատասխանում է միջլայնաձգային կապանին։ Սրբոսկրի և պոչուկի եղջյուրները միանում են շարակցական հյուսվածքի միջոցով, այսինքն ինչ են կոչվում։ Կոչվում են սինդեսմոզ։ Ողնաշարը ուղղաձիգ սյուն է։ Ողնաշարը կազմված է իրար վրա դասավորված ողերից, որոնք միանում են միմյանց միջողնային սկավառակներով, կապաններով և հոդերով։ Ողնաշարը ունի հենարանային դեր։ Ողնաշարը կազմում է կրծքավանդակի, որովայնի, նաև կոնքի խոռոչի պատերը։ Բացի այդ, ողնաշարը նաև կազմում է ողնաշարային խողովակը, որտեղ որ տեղակայվելու է ողնուղեղը և տեսնում ենք բոլոր կողմերից պաշտպանելու է այն։ Ողնաշարը կազմող ողերը վերից վար փոխում են իրենց չափերը, գնալով նրանք ավելի լայնանում են և հաստանում են։ Մենք այստեղ տեսնում ենք պարանոցային ողերի մարմինները, իսկ այստեղ տեսնում ենք գոտկային հատվածի ողերի մարմինները։ Տեսնում ենք տարբերությունը բավականին մեծ է, չէ՞։ Տրամաբանական է, ինչու, որովհետև այս հատվածում ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը և ոսկրերը նախ պետք է լայն լինեն և պետք է ավելի ամուր լինեն։ Հետո արդեն երբ կունենանք սրբոսկրը ներքևի հատվածում էլի կնեղանա և արդեն պոչուկի հատվածում ավելի նեղ կլինի։ Այսինքն վերևից սկզբում լայնանում է, հետո նորից նեղանում է։ Ողնաշարի երկարությունը կանանց և տղամարդկանց մոտ կարող է մի փոքր տատանվել, տղամարդկանց մոտ կարող է ավելի երկար լինել, սակայն եթե ընդհանուր վերցնենք, մոտավորապես կազմում է մեր հասակի 2/5 մասը։ Ծերերի մոտ և մեծահասակների մոտ ողնաշարի երկարությունը մի փոքր նվազում է, քանի որ տարիքի հետ ծանրաբեռնվածության հետևանքով միջողնային սկավառակների հաստությունը փոքրանում է։ Մենք խոսելու ենք ողնաշարի կորությունների և ծռումների մասին, այդ ծռումները ավելի են արտահայտվում, ինչպես նաև ողնաշարը պահող, ուղիղ պահող մկանները գնալով ավելի թուլանում են։ Եվ այսպես, ես նշեցի, որ ողնաշարը ունի որոշակի ծռումներ և կորություններ։ Այդ կորությունները կարող են լինել դարձած դեպի առաջ, այդ կորությունը կարող են լինել դարձած դեպի հետ, աջ կամ ձախ։ Եթե տվյալ կորությունը դարձած է դեպի առաջ, կոչվում է լորդոզ։ Եթե դեպի հետ, կոչվում է կիֆոզ։ Եթե աջ կամ ձախ, կոչվում է սկոլիոզ։
Սկոլիոզը հաճախ հանդիպում է նախադպրոցական և դպրոցական տարիքում երեխաների մոտ, հատկապես երբ սխալ դիրք է պահպանվում համակարգչի առաջ կամ գրասեղանի առաջ։ Ես ձեզ հարց եմ ուզում տալ. արդյոք կարող է ֆիզիոլոգիական նորմալ առողջ օրգանիզմում լինել սկոլիոզ։ Եկեք անցնենք առաջ, քննարկենք որոնք են ֆիզիոլոգիական նկարությունները և թեքումները, այնուհետև կպատասխանենք տվյալ հարցին։ Եվ այսպես, ողնաշարի ֆիզիոլոգիական ծռումներն են պարանոցային լորդոզը, գոտկային լորդոզը, իսկ կիֆոզներից ունենք կրծքային կիֆոզը և սրբոսկրային կիֆոզը, թեքում դեպի հետ։ Մեր օրգանիզմում մենք ունենք հատված, որը մոտավորապես կրծքային ողերի 3-րդ, 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակին է, որտեղ աորտայի աղեղը վեր է ածվում կրծքային աորտայի։ Հենց այս հատվածում մենք ունենք մի փոքր կրծքային ողերի աջ թեքում, այսինքն ֆիզիոլոգիական սկոլիոզ։ Հետևաբար մեր օրգանիզմում սկոլիոզը ևս կարող է լինել ֆիզիոլոգիական, սակայն դա կարող է լինել դեպքերի 1/3 ընդամենը, այսինքն կարող է և չհանդիպել։ Ինչ եք կարծում, նորածինների մոտ արդյոք կան տվյալ ֆիզիոլոգիական թեքումները։ Նորածինների մոտ ողնաշարը գրեթե ունի հորիզոնական դիրք։ Եվ ժամանակի ընթացքում, երբ երեխան արդեն զարգանում է, սկսում են հաջորդաբար այս թեքումները և կորությունները ձևավորվել։ Եվ այսպես, երբ երեխան սկսում է պահել գլուխը, այդ ժամանակ ձևավորվելու է պարանոցային լորդոզը։ Երբ արդեն երեխան սկսում է նստել, այդ ժամանակ ծանրաբեռնվածությունը ընկնում է արդեն կրծքային ողերի վրա և ձևավորվելու է կրծքային կիֆոզը։ Հետո, երբ արդեն կկանգնի և կքայլի, կունենանք և գոտկային լորդոզը և արդեն ամբողջ բոլոր ողերի, բոլոր ողնաշարային կորությունները վերջնական կձևավորվեն։ Եվ մեկ բան էլ նշենք, որ տվյալ կորությունները կարող են մի փոքր չնչին հարթվել, երբ մենք ունենանք հորիզոնական դիրք, իսկ երբ ուղղաձիգ դիրքում տրամաբանական է, ծանրաբեռնվածությունը ավելի է մեծանում, ծանրությունը ողերի վրա, մեր գլխի վերին վերջույթի օրգանների, կրծքավանդակի և այլն, և այդ ծռումները ավելի արտահայտիչ են դառնում։ Եվ այս ծռումները իրենց այդ ամորտիզացիայի հաշվին, իրենց առանցքականության հաշվին հենց թույլ են տալիս, որպեսզի մեր ողնաշարը և մեր օրգանիզմը լինի շատ ճկուն և մենք կարողանանք առօրյայում կատարել տարբեր շարժումներ՝ վազել, ցատկել, քայլել և ծանրություն բարձրացնել։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ When life gets you down, you know what you gotta do? I don't want to know what you gotta do. Just keep swimming, just keep swimming, just keep swimming, swimming, swimming. What do? We swim, swim. Dory, no singing. I love to swim in. Dory. When you want to swim, you want See, to I'm gonna keep get stuck now with that song. Now it's in my head. Sorry.